Արդեն 321,120 րոպե իմ երեխեքին ինձի ուշացնում եմ երեխեքից։ Ես հաշվեցի նոր 321,120 րոպե դուք պատկերացրեք ու ես հələ չգիտեմ քանի 100,000 րոպե պետք է ես սպասեմ, որ դատարանը կամ ծավալները կամ արդարադատություն կոչված է։ Ես ասեմ, Հայաստանում արդարադատություն որպես այդպիսի գոյություն չունի։ Անկեղծ եմ ասում։ Աշխարհի ոչ մի երկրում, այո, երկարացեք ոչ մի երկրում կալանավորները տարիներով չեն սպասում, որ իրենց դատավեճերը կայացնեն։ Մարդուն ձերբակալում են 4 տարի 8 ամիս նստած է, 4 տարի 8 ամիս նստած է։ Չեն կարողանում դատարանում ապացուցեն, որ ինքը մեղավոր է, կանչել են, ասում են վերցրու քու վրա, 6 ամիս էլ կնստես ու կգնաս տուն, 6 տարի 4 ամիս։ Եթե չես 5 տարի 4 ամիս, եթե չես վերցնի, մաքսիմումով կտանք։ Այսպես բան, մարդը 7 տարի սպասում է իր վերդիկտին։ Հայաստանում արդարադատություն որպես այդպիսին գոյություն չունի։ Ես ասեմ ձեզ, չէ, մի լավ լուրել եմ ուզում ասեմ, անպայման։ Եթե գործի հետ մի լավ լուրեր ունեմ ասելու, ինչ ունի սկիզբ հետ ունի վերջ, անպայման, բնականաբար, ուրեմն Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը իջել է իր կայսրության մագարթագին, այսինքն բլինդուզից ներքև, ոչ, ես սիրավայր բոլոր նրանք, ովքեր որ Պատվարժան դատարան, որովհետև սա քաղաքական է, եթե դուք ցույց տաք այս 8 ամսվա մեջ, որ մի իրավական որոշում եք կայացրել, ես խնդիր չկա։ Պատվարժան դատարան, ես անձերի խնդիր չի, ես ձեր անձի։ Չէ, ավարտեմ, ձեր համար վատ լուր ունեմ։ Իշխանափոխությունից հետո այս գործի հետ կապված բոլորը ճաղերի հետևում են հայտնվում։ Հետո չասիք